գնահատեք եպիսկոպոսների և քահանաների երեկվա քայլերը, պահվածքը, մասնավորապես իրենք իրավապահ համակարգի ուղեկցությամբ երեկ եկան Մայր տաճար, արդյոք իրենց առջև դռները փակեր, որ պետք էր իրավապահ համակարգը, ազգային անվտանգության ծառայությունը, օպերատիվ բլոկը իրենց համար ճանապարհ հարթեր, որպեսզի իրենք գային, թեկուզ վեհափառ Հայրապետի հրաժարականի պահանջով նամակ փոխանցեին։ Եվ ընդհանրապես իրենց այդ նամակի բովանդակության վերաբերյալ, որ պահանջեցին վեհափառ հրաժարականը, նաև նշեցին, որ հաջորդը իրենք են գալու այստեղ միասին պատարակ անցկացնելու ժամերգություն կա։ Մենք երեք բոլորս ականջալուր եղանք վեհափառ Հայրապետի իմաստուն պատգամին եւ վեհափառ Հայրապետը որպես հայր, որպես հայրապետ խոսք ուղեց նաև այդ կանոնազանց սրբազաններին իրեն հատուկ վեհությամբ արտաբերելով սրբազան հայրեր դիմելաձևը եւ կոչ արեց այդ սրբազան հայրերին վերադառնալու կանոնական դաշտ եւ եթե ունեն որևէ խնդիր, որևէ բողոք, որևէ անհանգստություն, իրենք շատ լավ գիտեն եկեղեցու ժողովական կառույցներն ու հնարավորությունները այդ հարթակներում ներկայացնել։ Եվ եթե իրենք խնդիրներ ունեին, կարող էին ներկայացնել անցնող 26 տարիների ընթացքին։ Ես չեմ ուզում մեկնաբանել որևէ մեկի գործողությունն ու որևէ մեկի անձը, ընդամենը կարձանագրեմ մեր հավատավոր ժողովրդի վերաբերմունքը եւ կեցվածքը։ Այդ ամեն ինչ հստակ ասած, ով է եւ ով ինչու էր եկել Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Եվ միայն մի բան կարող եմ հավելել, սա իմ անձի կողմից, նա որ ճաշակել է Սուրբ Էջմիածնի հացը, նա որ խմել է Սուրբ Էջմիածնի ջուրը, նա ով կայացել է որպես գիտակից անձ Սուրբ Էջմիածնում, անցնելով հոգևոր ճեմարանի այդ դպրոցով, նա ով կայացել է որպես եկեղեցական, վեհափառ Հայրապետից իջնող շնորհով ձեռնադրվելով եւ օծվելով, նա չի կարող հայտնվել այն հանգամանքի մեջ, այն վիճակում, որ այսօր հայտնվել են ձեր հիշատակած անձնավորությունները։ Մենք որպես եկեղեցական, անսալով մեր Հայրապետի հորդորին եւ կոչին, մեր ամենօրյա աղոթքների մեջ հիշում ենք եկեղեցու ուղեցրից դուրս եկած բոլոր անձանց, որպեսզի նրանք անդրադառնան, գիտակցեն եւ զղջումով ու ապաշխարությամբ վերադառնան։ Իսկ եթե չպետք է վերադառնան, ուրեմն այն ինչ որ կվճռվի արդար է եւ շիտակ։